Ողջույն սիրելի բարեկամներ։ Տզերը հոդվածոտանիների տիպի սարդակերպերի դասի մանր կենդանիներ են։ Հայտնի է տիզերի ավելի քան 10,000 տեսակ։ Մակաբույծ տիզերը ունեն գլխակուրծք, պրոսոմա։ Վերջավորությունների կառուցվածքը կախված է սնման եղանակից և կենսակերպից։ Լինում են ճանկերի կամ ասեղների նման։ Ծառայում են կերը որսալու կամ մաշկը ծակելու համար։ Մեծ թվով տիզեր աչքեր չունեն։ Շնչառությունը մաշկային է կամ տրաքեային։ Տզերը տարասեռ են, բազմանում են սեռական ճանապարհով։ Նրանց մեծ մասը ձվադրում է, իսկ որոշ տեսակներ կենդանածին են։ Դասակարգվում են 3 ենթակարգով։ Տարածված են ամենուրեք։ Մեծամասնությունը ապրում է ցամաքում, որոշ տեսակներ ծովերում և քաղցրահամ ջրերում։ Հիմնականում տարածված են մեղմ կլիմայով և արևադարձային գոտիներում։ Գիշատիչ և բուսակեր տզերը ապրում են հողում, խոտի և քայքայվող օրգանական նյութերի վրա։ Շատերը բույսերի, կենդանիների և մարդու մակաբույծներ են։ Որոշները օգտակար են, մասնակցում են հողագոյացմանը։ Մի շարք զրահավոր տզեր համարվում են կենդանիների երիզորդային հիվանդությունների միջանկյալ տերեր։ Ամբարային տզերը ախտահարում են պարենամթերքի պաշարները։ Տիզերի արտաթորանքով վարակված սնունդը կորցնում է իր սննդային հատկությունները և առաջացնում ստամոքսաաղիքային համակարգի հիվանդություններ, ալերգիական երևույթներ։ Քոսի տիզը մարդու և կենդանիների մաշկի մակաբույծ է, առաջացնում է քոս հիվանդությունը։ Տզերի որոշ տեսակներ հարուցում են մեղուների առանձին հիվանդություններ։ Այս մակաբույծներին ուսումնասիրող գիտությունը կոչվում է տզաբանություն, ակառոլոգիա։ Ենթադրվում է, որ տզերով փոխանցվող հիվանդությունների տնտեսական ազդեցությունը մարդկանց վրա էական է և գնահատվում է, որ տզերով փոխանցվող հիվանդությունները ազդում են ամբողջ աշխարհում խոշոր եղջերավոր անասունների 80%-ի վրա։ Այս պաթոգենների մեծ մասը պահանջում է ողնաշարավոր տերերի օրգանիզմով անցում, որպես իրենց կյանքի ցիկլի մի մաս։ Մարդկանց գյուղատնտեսական կենդանիների և ընտանի կենդանիների տզերով վարակները հիմնականում կապված են վայրի կենդանիների մոտ վերջիններիս պահեստների հետ։ Մարդկանց մեջ տզերով փոխանցվող վարակներից շատերը կապված են վայրի կենդանիների պահեստների և տզերի վեկտորների փոխազդեցության բարդ ցիկլի հետ։ Այս մակաբույծներով փոխանցվող վիրուսների գոյատևումը և փոխանցումը սերտորեն կապված են տզերով փոխանցվող օրգանիզմների և ընդունող բջիջների հետ նրանց փոխազդեցության հետ։ Տարեցտարի մարդկանց տիզերով և դրանցով փոխանցվող հիվանդություններով վարակվելու դեպքերի թիվը ավելանում է։ Պոպուլյացիաները տարածվում են նոր տարածքների վրա, մասամբ կլիմայի փոփոխության պատճառով։ Քանի որ անհատական տզերը կարող են պարունակել մեկից ավելի հիվանդություն առաջացնող գործոն, հիվանդները կարող են միաժամանակ վարակվել մեկից ավելի հարուցիչներով, սրելով ախտորոշման և բուժման դժվարությունները։ Քանի որ դրանցով փոխանցվող հիվանդությունների դեպքերը մեծանում են և ընդլայնվում այն աշխարհագրական տարածքները, որտեղ դրանք հանդիպում են։ Առողջապահության ոլորտի աշխատողները ավելի ու ավելի պետք է կարողանան տարբերակել այդ հիվանդությունների բազմազան և հաճախ համընկնող կլինիկական դրսևորումները։ Տզերից բուժումը իրականացվում է համապատասխան հակաբիոտիկներով, որից հետո հիվանդները սովորաբար արագ և լիովին ապաքինվում են։ Բուժումը սովորաբար տևում է 7-ից 10 օր։ Ծանր հիվանդություններ ունեցող մարդիկ սովորաբար բուժվում են հիվանդանոցում, որտեղ նրանց կարող են տրվել ներերակային հեղուկներ, ջերմիջեցնողներ, անհրաժեշտության դեպքում շնչառական համակարգին օգնող միջոցներ և այլ բուժումներ։ Ինչ անել, եթե հայտնաբերել եք տիզ։ Տզերը միջատներ չեն, այլ սարդակերպեր, որոնք սնվում են արյունով, զարգացման յուրաքանչյուր փուլում՝ թրթուր, նիմֆա, հասուն ձև։ Արյունով սնվելու համար տզերը կպչում են ողնաշարավորների մաշկին և արյուն են ծծում։
Յուրաքանչյուր սննդի ընդունումը կարող է տևել մի քանի օր։ Տարածված են ամենուրեք, արևադարձային գոտիներից մինչև բարեխառն կլիմա ունեցող և անգամ բևեռային շրջաններում։ Ապրելավայրերը տարբեր են՝ տափաստաններ, անտառներ, այդ թվում միջին բարձրության լեռնային շրջաններ։ Տարբեր տարածաշրջաններում հանդիպում են տզերի տարբեր տեսակներ։ Հայաստանում ևս տարածված են տզերի տարբեր տեսակներ։ Տզերը հանդիսանում են մարդկանց և կենդանիների բազմաթիվ հիվանդությունների, Լայմի հիվանդություն, Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդ, տզային էնցեֆալիտ և այլն հարուցիչների պահող և փոխանցող։ Դրանց կանխարգելման լավագույն միջոցը տիզի խայթոցից խուսափելն է։ Կարելի է հանդիպել քաղաքային այգիներում, անտառում, պուրակներում, ծովափնյա քաղաքներում, ճամբարներում, ամառանոցներում, խաղահրապարակներում, բակերում, լճի կամ գետի ափերին, մարգագետիններում։ Արյունով սնվելու համար տիզերը առավել հաճախ կպչում են թևատակերին, ձեռքի ափերին, պարանոցին, դեմքին, կրծքավանդակին, որովայնին, մեջքին և գլխին։ Խայթոցից խուսափելու համար զբոսանքի գնալիս անհրաժեշտ է հագնել համապատասխան հագուստ և կոշիկներ, օգտագործել ռեպելենտ վանիչ նյութեր, իսկ վերադառնալուց հետո զննել մարմինը տիզերի հայտնաբերման և հեռացման նպատակով։ Մարմնի կամ իրերի վրա տիզ հայտնաբերելիս անհրաժեշտ է խուճապի չմատնվել, չճզմել տիզին, այդ կերպ ոչնչացնել այն հնարավոր չէ։ Այն անմիջապես պոկել մարմնից, քանի որ մաշկի մեջ երկար մնալուց է կախված վարակիչ հիվանդությունների հարուցիչների փոխանցումը։ Տիզը մարմնից ինքնուրույն հանելու դեպքում հնարավոր է, որ մարմինը պոկվի, իսկ գլուխը մնա մաշկի տակ։ Այդ դեպքում անհանգստանալու կարիք չկա, քանի որ տիզի գլխիկը պարզապես խիտինային հյուսվածք է, որի մեջ հարուցիչներ չկան, և դա ինքն իրեն դուրս կգա մաշկից։ Մաշկը մշակել սպիրտով կամ ջրով և օճառով։ Հեռացված տիզը տեղադրել փակ տարայի մեջ և տանել լաբորատոր հետազոտության։ Ուշադիր լինել օրգանիզմի նկատմամբ, դիմել բժշկի, եթե 30 օրվա ընթացքում նկատել եք ցան, տենդ, թուլություն, գլխացավ, մկանացավ կամ հոդացավ։ Տիզերով փոխանցվող հիվանդությունների բուժումը հիմնվում է կլինիկական ախտանշանների, համաճարակաբանական վերհուշի և արյան հետազոտությունների վրա։ Բուժումը չի կարող իրականացվել միայն տիզերի հետազոտության դրական արդյունքների վրա, քանի որ ոչ բոլոր դեպքերում է տիզը խայթելուց հասցնում վարակել։